Ուրեմն հիմա ուշադրություն շատ կարևոր հայտարարություն եմ անելու, միգուցե չգիտեմ, բառապաշարս չհերիքի հայերենով, քանի որ շատ ջղայնացած եմ։ Դուք ուշադրություն դարձրեցիք երեք ինչ տեղի ունեցավ։ Բոզի տղեն, այսինքն ով, հոմանիչը, ով, Նիկոլ Փաշինյանը, տեսաք ինչ արեց։ Պաշտոնապես անգամ այդ Twitter բանով այդ account-ով շնորհավորեց ղախպի ծնունդը այդ եվրոպացիների ես անվանումը չեմ տա, որտեղ ես քո ընտանիքդ քուն եմ Նիկոլ Փաշինյան։ Այդ գյոթերի ու այդ դրանց օրվա կապը ես քո ընտանիքդ քուն եմ Նիկոլ։ Սա ինչ է նշանակում, հասկանում եք, որ եթե Ալիևը վաղը մտնի, զինակիր բոզի թուլեք։ Ձեզ արդեն սատկացնելու է ոչ թե միայն Ղախպա Փաշինյանի ղախպի թուլեք բանակ, այլ նաև գյոթած բանակ, ձեզ Նիկոլ Բոզի տղու գյոթած բանակ, իրերը կոչեք իր անվանում, իր անունով, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության գյոթած բանակ, ձեր մերը քուն են, Սուրեն Կապիկյան Բոզի տղա, Ալիևը մերդ քունելու է, որպես գյոթ, որպես Նիկոլի գյոթ, որպես Նիկոլի գյոթած բանակի հրամանատար մերդ քուն է։ 18 թվականից կոչ եմ անում, էլ չասած 19 թվականից, սատկացնել այդ Բոզի տղա Փաշինյանին։ Այս նույն բաները ես ասում եմ մինչև այդ պատերազմը, Ալիևը մերդ քունելու է Նիկոլ։ Ես Նիկոլին չեմ դիմում, կապ չունի ինչ զինակիր հայվան ես, ինչ կառույցի, ոստիկանա Բոզի տղա ես, քչական քուն եմ ծնողներդ, ընտանիքներդ քուն են, կապ չունի, կագեբեշնիկ Բոզի վաստակ ես, թե հրամանատար ես, գունդ ունես, ու դու եթե դու այդ քո գունդը չես տանում, որ Փաշինյանին սատկացնես, քո մերդ քուն են, Ալիևը մտնի որպես գյոթ քեզ սատկացնելու է, որտեղ դու քո նպատակը պետականությունը չի, եւ այլն, քո ուշքու միտքը, ողորմելի շահը, քո նման գիտես մարդկության պատմության մեջ, կապ չունի բոլոր հրամանատարներին է սա վերաբերվում, այսօրվա Հայաստանի Հանրապետության գյոթած բանակի բոլոր հրամանատարներին, ընդգրկելով Սուրեն Բոզի տղա Կապիկյանին։ Ձեր նման գիտեք մարդկության պատմության մեջ ինչքան է սատկացրել։ Լավ մի շանքսան, սենց որ սենց մենք ենք ասում, ասենք, պատմական հայոց բանակ, բայց դա իրականում այդպես չի։ Ինչպիսի, ասենք, նկատի ունենք այդ հայոց ասենք բանակ ասելով, նկատի ունենք, ասենք, հայոց պետականությունն է ինչ-որ եղել, թագավորությունն է եղել եւ դրա բանակ, ով որ իրականում այսպես է եղել, ով որ այդ եղել է թագավորը, իշխանը նրա բանակն է եղել։ Մի բան, այսինքն Տիգրան II-ի բանակ, օրինակ, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանի բանակ եւ այլն։ Կամ էլ անի թագավորության Բագրատունիների բանակները, դրանք էլ են տարբեր բանակներ։ Ով եղել է ղեկավարը, գերագույն հրամանատարը, այդպիսին էլ բանակն է եղել։ Մենք չենք ասում հունական բանակ, էլինական բանակ, մենք ասում ենք Ալեքսանդր Մակեդոնսկու բանակը, որը եկավ, տեսեք ինչ արեց, միջև ջարդեց սաղի, պարսի հասավ միջև Հնդկաստան։ Եվ ինչպիսին թագավորը, այսինքն գերագույն հրամանատարը, այդպիսին էլ ճակատամարտի կամ պատերազմի ավարտը։ Լենք Թեմուրը չէր ջարդեց Բայազիդին, երկու կողմն էլ, հա Google արեք, այս YouTube-ը կա, Անկարայի ճակատամարտը, Անկարայի մոտ, Բիտվա պրի Անկարե։ Ոնց Լենք Թեմուրի երկու կողմն էլ թուրքեր էին, էլի կարելի հաշվել։ Լենք Թեմուրը ջարդեց այդ Բայազիդին Օսմանյան կայսրության բանակը։ Ճակատամարտից առաջ էլ ասեց
ես ոնց ես հաբրգի արդեն լուսինն ես պատկերել քո դրոշի վրա ու ջարդեց լեկտոմուրը չոտքի տղա է եւ որոշ ժամանակով դադարեց գոյություն ունենալ այդ բանը Օսմանյան կայսրությունը չէ միջև որ լեկտոմուրը մահացավ եւ այլն այսօր ինչ ունենք մենք ունենք Ալիևի բանակ ադրբեջանական դա կարևոր չի էական չի ովքեր են այդ բանակում որքան էլ ատենք, չսիրենք ազերների, թուրքերին եւ Ալիևին, որքան էլ նա դիկտատոր է, բայց էլ տեսեք, ոնց է ինքը չոտքի պահում իր պետականության շարի, որքան իր հասկացողություններում, ոնց չոտքի է իրան պահում Պուտինի հետ, չգնաց ղախպություն անի, Պուտինից պահանջել է Ռուսաստանից, որ ներողություն խնդրեն, Գրոզնի վրա խփած ինքնաթիռի համար, Ադրբեջանում կարճ ասած նաև չկա այդ ղախպուց ոնց ասը այդ սատանությունները որ Նիկոլ այսօր ներդնում է Հայաստան պատվերը կատարելով ընտանիքդ քուն է Նիկոլ հա համել կամել ավելի պակաս լավ չընդունեց նույն այդ ղախպա Մակրոնը Ալիևին քան Փաշինյանին բայց դա կապիկություն է եթե չեք հասկանում Մակրոնի կողմից դա ուզում է իբր ցույց տա որ տեսեք իբր նա այդ ղախպա Մակրոնը ազդեցություն ունի այս Անդրկովկասի վրա բայց դրա համար այդ բոզի տղա Փաշինյանին օգտագործում է այդ Նիկոլ Մնագարազովը использование հա Պուտինը օգտագործում համ բոզի տղա էլի կարճ ասած ունենք Ալիևի բանակ եւ ունենք բոզի տղա Նիկոլ Փաշինյանի գյոթած բանակը ձեր մերը քուն են Ալիևը որ ներխուժի ես երկու ոտքով, երկու ձեռքով, հոգով լինելու եմ Ալիևի կողմը, ձեր ծնողը քուն եմ ես։ Սուրեն Կապիկյան, դու դեռ ունես հնարավորություն Նիկոլին սատկացնելու։ Եթե ոչ, ուրեմն քեզ Նիկոլի հետ են որպես գյոթ սատկացնելու բոզի տղա։ Այնինչ, եթե ես ունենայի բանակ, մի փոքր բանակ, արա ես Ալիևին էլ կսատկացնել, այդ չասած այդ ղախպի ծնու գյոթ Նիկոլին, մեր հետ քուն եմ։ Քուն եմ ընտանիքդ Նիկոլ